Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Գորիսում կայացել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացած գործակցության 5-րդ համաժողովը, որին մասնակցել են հայ եւ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, քննարկել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները նաև ընդգծել են Սյունիքի ռազմավարական կարևորությունը։ Համաժողովին հաջորդել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Գորիսում տեղի ունեցել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը, որի անցկացման վայր է ընտրվել Գորիսը, հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի միջև ընդգրկուն եւ օրինակելի գործակցությունը։ Միջոցառմանը մասնակցում են Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն եւ Ժիլբեր Լյուք Դվինազը։ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Բանկուկը ներկայացուցիչներ նախարարություններից եւ Երևանի քաղաքապետարանից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր ելույթում նախ նշեց, որ Սյունիքի դիմակայության բարձրացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է, ապա մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն ներգրավել քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել եւ ընդլայնել գործընկերության առկա շրջանակը։ Հայաստան-Ֆրանսիա գործընկերությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն էլ բարձր գնահատեց Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայության ամրապնդմանը, նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։ Հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների եւ դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման եւ դիմակայության բարձրացման նպատակը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Կոստանյանի խոսքով երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի Հանրապետությանը հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Նա կրկին հիշեցրեց, Հայաստանը չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ իր հերթին նշեց, որ իրենց ներկայությունը Գորիսում նշանակալից է, այնի ցույց է դնում Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունները։ Մոտ 2 տարի առաջ Փարիզի եւ հայկական ասոցիացիաների միավորման նախաձեռնությամբ ֆրանսիական համայնքները մարդասիրական օգնություն էին ուղարկել Գորիս։ Հիմա մենք կրկին այստեղ ենք հաստատելու, շարունակում ենք ձեր կողքին մնալ թե մեր պետությունը, թե ֆրանսիական հասարակությունը, թե կազմակերպությունները։ Այնինչ կառուցում ենք միասին պարզապես տեխնիկական գործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ։ Դրանք լծակներ են իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու եւ հանուն խաղաղության գործելու համար։ Ֆրանսիայի դեսպանը նաև անդրադարձավ Գորիսի ռազմավարական նշանակությանը, նշելով. Գորիսը Հայաստանի աշխարհաքաղաքական կենտրոնն է, քաղաք, որն առաջինը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը, քաղաք, որը տարածաշրջանում խաղաղություն է կառուցում։ Կարծում եմ այստեղ մեր ներկայությունը շատ նշանակալից է։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցությանը, ապա ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, այն իսկապես ձեռք է բերել ռազմավարական նշանակություն պայմանավորված վերջին տարիների թելադրանքով։ Ռազմավարական մոտեցում ունենալը չի նշանակում մեծ ծրագրերի մասին մտածել։ Այն պահից սկսած, երբ հաշվի եք առնում երկրի իրավիճակը, նրա ռազմավարական կարիքները, չկա փոքր թեմա կամ փոքր ծրագիր։ Ես կցանկանայի հայտնել եւս մեկ նորություն։ Ֆրանսիայի ԱԳՆ-ում Հայաստանի հետ գործակցության համակարգողի պաշտոն է ավելացվել, քանի որ Հայաստան-Ֆրանսիա կապը բազմաշերտ է։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է Սյունիքի դիմադրողականության բարձրացումը։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի այս նմանատիպ շփումները ավելի շատ լինեն, քանի որ միայն այցելությունների եւ շփումների արդյունքում է, որպեսզի հնարավոր է դառնում միասին բացահայտել իրական կարիքները, միասին ձևավորել այն լուծումները, գտնել լուծումները, որը որ համագործակցության արդյունքում կարող է բերել վերջնարդյունքի եւ մեր երազած դիմադրողականության բարձրացմանը։ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին բարձր գնահատեց նաև падգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ընդգծելով հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ Սյունիքում բացվելու է հյուպատոսական գրասենյակ։ Падգամավորը հիշեցրեց, որ ծանր իրավիճակում մեր բարեկամ ֆրանսիացիները մեզ երբևէ մենակ չեն թողել։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Հայաստանում միշտ եղել է ֆրանսիական պատվիրակություն։ Ամբողջ այս ընթացքում, հետևելով այս խոստմանը, մենք մենակ չենք մնացել։ Հայաստան են այցելել բոլոր տեսակի պատվիրակություններ, տեղական ինտեգրավորման մարմիններից Ֆրանսիայի, ազգային ժողովից, սենատից եւ պարզապես քաղաքացիների խմբեր, որոնք մեզ այդ ծանր իրավիճակում մենակ չեն թողել։ Այսօր Գորիսում չկա այդպիսի մի օղակ, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերությունների ազդեցությունը տեսանելի չլինի, ասաց Սյունիքի մարզպետն ու հավելեց. Ամենակարևորը նա էր, որ Տաթև-վանական համալիրում կնքված երկու մարզերի միջև համագործակցության հուշագրի յուրաքանչյուր միտք այդ մտքի վրա հսկայական աշխատանք կար կատարված եւ այդ հուշագրի որևէ տողում չկան պատկերավոր ձևակերպումներ։ Բոլոր բառերը, նախադասությունները դրանց հետևում կանգնած էր հսկայական աշխատանք։ Համաժողովից հետո հանդիսավոր արարողությամբ Գորիսում բացվեց Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին։ Վարչապետը ողջունել է այցը եւ նշել, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան փոխայցելություններ։ Փաշինյանի խոսքով զարգանում է գործակցությունը նաեւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես փորձի փոխանակման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Վարչապետն անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին նշել է, որ կողմերը այժմ գործակցության օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում։ Ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի կազմավորորդ կապերի հետագա ընդլայնմանը։ Հաջորդի վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերին, այս մասին տեղեկացրել են ԱԱԾ-ից։ Հանդիպանը դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, նաև որոնողական աշխատանքների կազմակերպման ու համակարգման հնարավորությունները։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը լրագրողների զրույցում հանդիպումը գնահատել է դրական։ Նա նաև ասել է, թե նախնական համաձայնություն կա ադրբեջանական կողմի հետ որոնողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ, սակայն ժամկետներ չի նշել։ Խոսելով գերիների վերադարձի մասին, Աբազյանն ասել է, շատ գրգռված են, որ օր առաջ արդյունք լինի։ Սահմանային էսկալացիա հրահրելով Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել թե մեր բանակի, թե քաղաքացիական բնակչության վրա, ինչը նրա մոտ չի ստացվում, ասել է ՊՆԳՇ պետը Էդվարդ Ասրյանը, հավելելով, որոշ դեպքերում այդ կրակոցները լինում են ոչ թիրախային եւ դրանց իրենք ուշադրություն չեն դարձնում, շարունակելով բնականոն ծառայությունը։ Ներկայդրությամբ սահմանին տիրող վիճակը ԳՇՊՏ գնահատել է հարաբերականորեն կայուն։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած այն նախագծին, որի ընդունման դեպքում հնարավոր կլինի 10 միլիոն դրամ վճարելով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, ԳՇՊՏ նշել է. Առաջիկայում հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով եւ մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ Լսեք, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, ես գլխավոր շտաբպետն եմ, այո, լինում են դեպքեր, երբ այս կամ այն կարգի զինծառայողները, սպաներ, նաև պայմանագրային հիմունքներով ծառայող այլ զինծառայողներ փորձում են
կոռուպցիոն քայլերի գնալ, ռիսկերի գնալ, իսկ մեր պարտքն է, մեր պարտականությունն է, որպես դա արմատախիլ անենք։ Հիմա այս նախագծին դուք կողմեք թե դեմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին, Պաշտպանության նախարարը առաջիկայում հանձնաժողովի Եվ գրել եք, որ դեմ եք, մինչդեռ Սուրեն Պապիկյանը ասել է, որ այնքան էլ չի առարկում այդ նախագիծը։ Ինչքանով է ճիշտ այդ ինֆորմացիան։ Լսեք, մենք որպես զինված ուժերի ղեկավարներ, ղեկավար կազմ, մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել, շարունակել կրթելը, նրանց պատրաստել, ներդաշնակել եւ պատրաստել մարտական խնդիրների կատարմանը։ Ազգային ժողովում ներկայացվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Փաշինյանը նշել է, որ բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ, իսկ գրանցված աշխատատեղերի թիվը հասել է պատմական ռեկորդի 782.832։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ մեկ շնչին բաժին ընկնող հնան 6 տարում կրկնապատկվել է հասնելով $8,500։ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում 44.7%-ով կամ 240,000-ով ավելացել են նոր աշխատատեղերը։ 2024 թվականի նոյեմբերին արձանագրվել է պատմական ռեկորդ, գրանցվել է 782.832, իսկ 2025 թվականի ապրիլին 780.547 աշխատատեղ, ինչը նույնպես պատմական ցուցանիշ է։ Վարչապետի գնահատմամբ թվերը ոչ միայն վիճակագրություն են, այլև կոնկրետ անուններով, եկամտային հարկերով եւ աշխատավարձերով հաստատված տվյալներ։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304.992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ 2025 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողների աշխատավարձերի համախառն ֆոնդը հասել է մինչև 239 միլիարդ դրամի, ինչն ավելի քան 150%-ով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ վարչապետի դա պայմանավորված է պետության կառավարման ոլորտում գրանցած որակական փոփոխությամբ։ Հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչ վերաբերում է հարկային եկամուտներին, ապա ըստ Փաշինյանի դրանք պետության հիմնասյունն են։ Երկրի ղեկավարի խոսքով պետական բյուջեն պետք է ընկալվի ոչ միայն որպես ֆինանսական փաստաթուղթ, այլ որպես հանրային երջանկության ստեղծման գործիք։ Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն։ Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն։ Կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն։ Կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն։ Կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն։ Կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Նա նշել է, որ հարկերի ճիշտ հավաքագրումը հնարավորություն է տալիս պետությանը իրականացնել սոցիալական եւ ենթակառուցվածքային ծրագրեր, օրինակ մանկապարտեզների, ճանապարհների եւ հասարակական ծառայությունների զարգացում։ Վարչապետը հորդորել է հանրային մակարդակով մշակել միասնական պատկերացում հարկերի հավաքագրման եւ բյուջեի արդյունավետ բաշխման վերաբերյալ, հանուն քաղաքացիների անվտանգության, բարեկեցության եւ երջանկության։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ 2018 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է $4,200, իսկ 2024 թվականին $8,500։ Նրա խոսքով դրամի արժևորման հաշվին իրական եկամուտներն աճել են մոտ 30%-ով, ինչը քաղաքացիների կյանքի մակարդակի զգալի բարելավում է։ 24 թվականի դեկտեմբերին 12 ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3%։ Ընդ որում կարելի ասել, որ Հայաստանի գնաճը համեմատած մեր նման երկրների հետ եղել է բավականին ցածր,
Օրինակ Վրաստանում այն եղել է 1.1%, հիշեցնեմ Հայաստանում կազմել է 0.3%, Ալբանիայում 2.2%, Ադրբեջանում 2.2%, Մոլդովայում 4.7%, Qırğızstանում 5%, Բելարուսում 5.8%, Ռուսաստանի Դաշնությունում 8.4%, Ղազախստանում 8.7%։ Նախարարը նաև նշել է, որ վերջին տարիներին բարելավվել են աղքատության եւ եկամուտների բաշխման ցուցանիշները։ Ջինի ինդեքսը նվազել է, ինչը վկայում է ավելի հավասարաչափ բաշխման մասին։ Իսկ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նիստում նշել է, որ 2024 թվականին, չնայած տնտեսական դանդաղաճին, կառուցվածքային մարտահրավերների եւ անորոշություններին, արդյունավետ հակաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների համադրումով հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունություն։ Միևնույն ժամանակ Գալստյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են նախանշված միջնաժամկետ եւ երկարաժամկետ թիրախներից։ Կենտրոնական բանկը կարևորում է ոլորտային վերաբաշխմանն ուղղված քայլերի եւ կապիտալ ծախսերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը կառուցվածքային աճի ապահովման նպատակով։ Կառավարության պարտքի բեռը 24 թվականին պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում եւ ինչպես նախարարն էլ նշեց, կազմել է 48.3%։ Նշենք նաև, որ կառավարության պարտքի բեռը ցածր է եղել 22-26 պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված ցուցանիշից։ Հաշվեկնիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, իր ղեկավարած կառույցը պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, քանի որ հաշվետվությունն ապահովում է ճշմարիտ եւ իրական պատկեր։ Անհամապատասխանությունները թվով 83-ն են եղել, որոնք ներկայացվել են հաշվեկնության ենթարկված մարմիններին եւ 8 մարմիններում արձանագրված անհամապատասխանությունների մասին է խոսքը։ 3 մարմիններում արձանագրվել են 6 խեղաթյուրումներ։ Ընդհանուր առմամբ այս խեղաթյուրումների հանրագումարային մեծությունը կազմել է շուրջ 3.1 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսային մասի 0.11%, ինչը էականության շեմից էապես ցածր է եղել, հետեւաբար կարծիքի վրա չի ազդել։ 2024 թվականին հաշվեկնիչ պալատը իրականացրել է 32 երամսյա, իսկ ամբողջ տարվա ընթացքում 41 հաշվեկնություն։ Պալատի սեփական բյուջեի ծախսերը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ, ծրագրի կատարողականը 88%։ Հայաստանում 2024 թվականին արձանագրվել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հրդեհների դեպքերի նվազում, հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով ոլորտում արձանագրված ցուցանիշները եւ իրականացված աշխատանքը։ Նա նաեւ անդրադարձել է կադրային փոփոխություններին, ընդգծելով, որ դրանք իրականացվել են բարեփոխումների գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով։ 2024 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1.1%-ով։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը նաև նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում 2024 թվականին արգրավվել է շուրջ 426 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է մոտ 202 կիլոգրամով։ Բայց նաև շեշտեմ, որ պահպանելով գիծը 2025-ը եւս հետևողականորեն շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները թվականի կտրվածքով եւ ամբողջ իրավապահ համակարգի կողմից ըստ էության այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կիլոգրամ թմրամիջոցի արգրավում որպես այդպիսին։ Ինչ վերաբերում է ապօրինի զենքի շրջանառությանը, 2024 թվականին 1579 միավոր հրազեն է արգրավվել կամ կամավոր հանձնվել, ինչը 10.7%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Նախարար Սարգսյանը սա գնահատել է որպես արդյունավետ հակազենքային քաղաքականության արդյունք։ Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության մասին, նախարարը նշել է, որ 2024 թվականին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերի թիվը 45-ով, վիրավորների թիվը 421-ով։ Եվ սա այն պայմաններում, երբ որ արդեն իսկ գրեթե միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չէի ցանկանա նորից անդրադառնալ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցիչներին, որովհետև բազմիցս եմ այս մասին բարձրաձայնել եւ պիտի ասեմ, որ գոհունակության ցուցանիշի պարբերական վերանայում եւ լավարկում ունենք ոստիկանության նկատմամբ։ Սա մեզ լրացուցիչ խթան է տալիս շարունակելու այս ուղղությամբ աշխատանքները եւ ել ավելի ամրապնդելու այս ցուցանիշը մեր հանրության կողմից իրականացվող սոցիալական հարցումների եւ դրսեւորած նաեւ գնահատականի շրջանակներում։ Նախարարը նաեւ ընդգծել
է բարեկային ծառայության դերը այս արդյունքի ապահովման գործում, նշելով, որ ծառայությունն իրականացրել է ճանապարհային երթևեկության հատուկ կենտրոնացված վերահսկողություն։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ՃՏՊ-ների թիվը դեռևս մտահոգիչ է մնում։ Հետևաբար երկու ուղղությամբ ունենք աշխատանքը անելու։ Մի կողմից պիտի նաև մեր քաղաքացիների վարքագծի փոփոխությունը խթանվի, մյուս կողմից խիստ վարչարարություն որպես այդպեսին պիտի իրականացնենք, որովհետև մենք դեռ վարքագծային էական փոփոխություններ քաղաքացիների շրջանում ցավոք չենք տեսնում։ Սարգսյանը նշել է նաև, որ 2024 թվականին հրդեհների դեպքերի թիվը կրճատվել է 41%-ով, ինչը որակել է աղետների եւ ռիսկերի կառավարման ոլորտում արդյունավետ աշխատանքի արդյունք։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը ներքին գործերի նախարարության համակարգում, նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ ընդհանուր 78 մարդ ընդունվել է աշխատանքի, որոնցից 15-ը քաղաքացիական ծառայող, 63-ը ոստիկանության աշխատակիցներ։ Ըստ այդմ շարունակել ենք նաև աշխատանքներ տանել անձնակազմի համալրման եւ հատկապես կանանց ներկայացվածության թիվը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ կարծում եմ լրացուցիչ ինչ որ փաստարկների տեղիք տվող գործընթաց չէ սա եւ ըստ էության մենք պարբերաբար հայտարարում ենք նոր ընդունելություններ, որոնց շրջանակներում քվոտա կոնկրետ ունենք հատկացված նաև կին ծառայողների համար։ Այս պահին արդեն իսկ ունենք մեկ նպատակային ընդունելություն, որն ընթացքում է եւ ունենք անձնակազմ, որն արդեն իսկ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ուսումնառություն է անցնում։ Ներքին գործերի նախարարն անդրադարձել է նաև ոստիկանապետի փոփոխության պատճառներին, ընդգծելով, որ դրանք եղել են բացառապես կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախարարի խոսքով կադրային փոփոխությունները բնական գործընթաց են եւ պայմանավորված են համակարգում նոր մոտեցումներ եւ թարմ հայացքներ ներդնելու անհրաժեշտությամբ։ Տրանսպորտի ուղևարձը պատշաճ չվճարելու հետևանքով թերհավաքագրումներ կան, որն էլ հանգեցրել է լուրջ խնդիրների։ Օրինակ, նախատեսվող 45 նոր տրոլեյբուսների մեծ մասը Երևանի քաղաքապետարանը ձեռք բերել չի կարողանա, հայտարարել է քաղաքապետի մամուլի քարտուղարը։ Նա նաև նշել է, որ քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի սակագնի բարձրացման մասով դատարանի երկրորդ որոշումը, քանի որ կարմիր գծերի սակագնի բարձրացումը միտված է կենտրոնի բեռնաթափմանը, հասարակական տրանսպորտի ոլորտում փոփոխությունների իրականացմանը։ Քաղաքապետի խոսնակը անդրադարձել է նաև մայրաքաղաքի այլ խնդիրների։ Չկա շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն։ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է։ Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է ստանա իր արժանի պատասխանը, կլինի առաջատար մասնագետ, վարչության պետ, թե այլ պաշտոնատար անձ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով վերջին շրջանում քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալություններին։ Ըստ նրա, այստեղ կան խնդրահարույց իրավիճակներ։ Մասնավորապես նաև կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի պարոն Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Մարդը փաստացի 1 տարի շարունակ գտնում է կալանքի կալանավորված է եւ եթե չեմ սխալվում նաեւ իր փաստաբանները այդ մասով տվյալ գործը ուղարկել են եվրոպական դատարան, այսինքն Երևանի քաղաքապետարանը իր բոլոր, այսպես ասած, աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի, այսպես ասած, խնդիրներ է տեսնում։ Օրինակ, տեսեք, վերջի 2 աշխատակիցները, ովքեր որ ձերբակալվեցին, հասարակական կարգի ծառայության աշխատակիցները, որոշակի առումով ինֆորմացված լինելով այդ դեպքի հանգամանքներից, մենք այդտեղ որևիցե խնդիր չենք տեսնում։ Խնդիր չենք տեսնում նաև որպես այդպիսին վերջերս ձերբակալված նախկին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցների ձերբակալության մասով։ Կոստանյանն անդրադարձավ նաև դպրոցներում աշակերտների կողմից թմրանյութերի օգտագործման դեպքերին, դրա հագնացող տեմպերին։ Նա նշեց, որ հանրակրթության վարչության շնորհիվ ամենօրյա կտրվածքով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում ծնողների հետ։ Նաև համապատասխան իրապահ մարմինների մեր գործընկերների հետ են համագործակցում, որպեսզի կանխարգելիչ եւ ոչ միայն կանխարգելիչ միջոցառումների միջոցով հնարավորինս հանրակրթական հաստատությունները զերծ պահեն ձեր կողմից մատնանշված խնդիրների։ Իդեպ Երևանի քաղաքապետարանում կարծում են կարմիր գծերի վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է։ Վարորդներն ավելի քիչ են կայանման համար տարեկան փաթեթներ ձեռք բերում։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադառնալով վարչական դատարանի կողմից կարմիր գծերի վճարների որոշումն անվավեր ճանաչելու եւ քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ անգամ որոշման բողոքարկման վերաբերյալ հարցերին նշեց. կարմիր գծերի տարիֆների բարձրացման միջոցով կենտրոնը
կենտրոնի բեռնաթափման աշխատանքներն այս փուլում գոնե որոշակիորեն տեսանելի է։ Ուստի Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի սակագնի բարձրացման մասով դատարանի երկրորդ որոշումը։ Առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված եւ առաջիկայում արդեն հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու եւ կարծում եմ այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում։ Ինչ վերաբերում է Երևանում տրանսպորտի ուղևորցի բարձրացման դեմ ակցիաներին, ապա ըստ Կոստանյանի շատերի կողմից ուղևորցը չվճարելու հետևանքով թերհավաքագրումներ կան։ Ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսների մեծ մասը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել։ Ակցիաների արդյունքում մարդկանց ամեն կերպ փորձելու, որպեսզի իրենք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի էր նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թեր հավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա, եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն է Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի։ Չվճարողների համար տուգանք սահմանելու հարցը շարունակում է մնալ քաղաքապետարանի օրակարգում։ Որոշումը պետք է կայացնի ազգային ժողովը։ Կոստանյանը նաև ներկայացրեց առաջիկա անելիքները։ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի ընթացքում էներգոարդյունավետության ծրագրով իրականացնելու է 36 մանկապարտեզի վերազինման աշխատանքներ։ 7 մանկապարտեզ վերակառուցվելու է։ Արդյունքում հավելյալ խմբեր են ավելանալու այդ մանկապարտեզներում։ Ներկայում արդեն 7 մանկապարտեզներ շինարարության փուլում են, եւս 3 նոր մանկապարտեզներ են կառուցելու Նոր Խարպերթում, Կորեայի ձորում, Ծարավ Աղբյուրի փողոցում։ Արաբկիրում մեկ մանկապարտեզ անմխիթար վիճակում է, այն ամբողջությամբ քանդվելու եւ վերակառուցվելու է։ Թվով 15-ում ամբողջապես բակերի բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել, դրանք կարելի ասել մեծամասամբ արդեն ավարտական փուլում են։ Մյուս կողմից նաև իրականացնելու ենք մանկապարտեզների մասով երևի թե արդեն տեղյակ եք, որ այն վերակառուցվող մանկապարտեզները, որոնք արդեն շահագործման մեջ են գտնվում, նաև տեսահասողական սարքերով ենք հագեցնելու, որպեսզի այն խնդիրները, որ պարբերաբար մեծ աղմուկ են, այսպես ասած, բարձրաձայնում, ոչ միայն այդ հարցերը ավելի հստակ մարդկանց ներկայացնելու համար, այլ նաև ամբողջապես վերահսկելի դարձնելու մեր մանկապարտեզները, որպեսզի երեխա, դաստիարակ, ծնող այս հակամարտությունը, որ պարբերաբար տեղի է ունենում մեր մանկապարտեզներում, ոչ միայն ամենօրյա աշխատանքի ընթացքում մեղմվի, այլ հետագայում որևիցե կողմը հանիրավի չմեղադրվի։ Կոստանյանը հույս ունի, որ ի վերջո կհասնեն մի փուլի, որ մանկապարտեզներում հերթերը կպակասեն։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել դպրոցական ավականու հերթական նիստը, որի ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները քաղաքի առօրյայի եւ զարգացման վերաբերյալ։ Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն իր ելույթում կառավարել է պատանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը քաղաքաշինական ու սոցիալական նախաձեռնություններում, ընդգծելով, որ նրանց ձայնը կարող է իրական փոփոխությունների հիմք դառնալ։ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է դպրոցական ավականու հերթական նիստը, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այն վարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը ողջունելով պատանի ավականու անդամներին շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որպեսզի ձեր իրավունքները մշտապես լինեն պաշտպանված, որպեսզի հավելյալ գործիքակազմեր մեզ այլևս պետք չգան։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ։ Փոխքաղաքապետը նշել է, որ նիստին մասնակցում է 65 աշակերտ, որոնք նախապես ներկայացրել էին իրենց առաջարկներն ու զեկույցները։ Նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը նշել է, որ տարբեր դպրոցներից ներկայացվել է 69 զեկույց, որոնցից քաղաքապետարանի մասնագիտական խմբերը հաստատել են 64-ը։ Բացի այդ, առանձնացվել են 7 աշխատանքներ,
որոնք ստացել են առավելագույն միավորները գնահատման արդյունքում։ Նրանք մեզ հետ են պատրաստական ներկայացնել իրենց զեկույցները Երևանի քաղաքում առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կիսվել իրենց տեսլականով դրանց լուծման ուղիների մասին։ Փոխքաղաքապետն էլ հայտնել է, որ օրակարգում ընդգրկված է 7 հիմնական հարց։ Դրանց թվում առանձնացվել է Երևանի թիվ 134 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Սահակյանի ներկայացրած հոգեկան առողջությունը որպես անտեսված իրավունք նախագիծը։ Հոգեկան առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից է, պետք է լինի այնպես հասանելի ու պաշտպանված, ինչպես ֆիզիկական առողջությունը։ Երբ այս իրավունքը անտեսվում է, դպրոցը դադարում է լինել պաշտպանիչ միջավայր եւ աշակերտը մնում է միայնակ իր հույզերի ու խնդիրների հետ։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային, հետևողական եւ մարդկային մոտեցում։ Առաջին հերթին առաջարկում եմ դպրոցներում ներդրել հոգեբանական ժամ, շաբաթական 1 դասաժամ, որը պետք է անցկացվի պրոֆեսիոնալ հոգեբանի կողմից։ Այս ժամերը չպետք է լինեն դասական ձևաչափով, այն պետք է ստեղծեն ազատ, անկաշկանդ մթնոլորտ, որտեղ երեխաները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, հույզերը, մտահոգությունները։ Այս միջոցառումը կարող է նպաստել ինքնազգացողության բարելավմանը, վստահության ձևավորմանը եւ դասարանի ներսում համերաշխ մթնոլորտի կայացմանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հայ աշակերտը որպես մշակութային կրթության դեսպան նախաձեռնությունը, որի հեղինակն է Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Շահբազյանը։ Այս զեկույցի նպատակն է գնահատել, ինչքանով են Երևանի աշակերտները ճանաչում իրենց մշակույթը, ինչպես կարող են հանդես գալ որպես մշակութային դեսպաններ, ինչպիսի մեխանիզմներ կարող են խթանել միջազգային համագործակցությանը։ 2024-2025 ուստ տարվա ապրիլին 7-ից 9-րդ դասարանների 60 աշակերտի մասնակցությամբ անցկացված հարցումը ցույց տվեց. 35% էր ծանոթ հայկական պարերին եւ երաժշտությանը։ 68%-ը չէր մասնակցել միջազգային մշակութային նախագծերի, 90%-ը պատրաստական էր ներկայացնել հայ մշակույթը, եթե ունենար համապատասխան հարթակ։ Այս տվյալները վկայում են աշակերտների մեծ ներուժի, սակայն մեխանիզմների բացակայության մասին։ Այնուհետև նիստում ներկայացվել է նաև Երևանի օդի աղտոտվածության հիմնախնդիրները թեմայով զեկույցը, որը ներկայացրել է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիա Նավասարդյանը։ Երևան քաղաքը գտնվում է օդի աղտոտվածության գագաթնակետին կարելի ասել, եւ ես դրա համար ընտրել եմ հենց այս հիմնախնդիրը։ Ես կատարել եմ հետազոտություններ եւ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ըստ ԱՀԿ-ի տարվա մեջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածությունից։ Այս ուղղությամբ ունեմ մի քանի առաջարկներ, դրանցից առաջին եւ ամենագլխավոր առաջարկը այն է, որ ցանկացած շինարարության համար հաստատվեն հստակ ժամկետներ եւ չխախտել այդ ժամկետները եւ Երևանի կենտրոնում դադարեցնել բարձրակարգ շենքերի կառուցումը։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ շատ կարևոր է նաև 180 գրամ քառակուսի մետր ցանցերով ցանցապատումը շենքերի։ Իսկ թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտ Հայկ Նավասարդյանի ներկայացրած «Մի անձրևի պատմություն» վերնագրով զեկույցը, որում աշակերտը բարձրաձայնել է հորդորատ անձրևների հետևանքով մայրաքաղաքում առաջացող հեղեղումների, կոյուղիների ծանրաբեռնվածության եւ ջրահեռացման համակարգերի խնդիրները։ Նա առաջարկել է բարեփոխել հեղեղատար համակարգերը եւ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կանխելու համար անձրևաջրերի կուտակումը հատկապես մարդաշատ փողոցներում, ինչին արձագանքել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Արդեն 51 հասցեներում մենք գույքագրել ենք քաղաքը, պատվիրել ենք դրանց կառուցման, վերակառուցման նախագծան, նախահաշվային փաստաթղթեր, շուտով պարզ կդառնա ֆինանսական ծավալը, ինչքան գումար է պետք, իսկ դա ահռելի թիվ է լինելու, ֆինանսական միջոցների առկայության դեպքում մենք արդեն պատրաստ կլինենք իրականացնելու նոր հեղատարների կառուցման եւ եղածի վերակառուցման համար։ Բացի այդ, պատանի ավականիները բարձրաձայնել են բակային տարածքների բարեկարգման, խաղահրապարակների անվտանգության, տրանսպորտի, մշակութային կենտրոնների, նաև աղբահանության խնդիրների մասին։ Աշակերտները հանդես են եկել մի շարք առաջարկներով, ուղղված քաղաքային միջավայրի բարելավմանը։ Երեխաներն ընդգծել են, ցանկանում են ապրել ավելի մաքուր եւ անվտանգ քաղաքում։ Երևանում բացվել է ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի նոր հրուշակագործության լաբորատորիան։ Այն արհեստների կամպուսի ձևավորման ծրագրի առաջին փուլն է եւ նպատակ ունի Հայաստանում ներդնելու եվրոպական որակով մասնագիտական կրթություն։ Նախագծի արժեքը 700,000 եվրո է, սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են Ֆրանսիայից։
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում SEPFA-ում պաշտոնապես բացվել է նոր հրուշակագործության լաբորատորիա։ Այն արհեստների կամպուսի ձևավորման ծրագրի առաջին փուլն է եւ նպատակ ունի բարձրացնելու մասնագիտական կրթության որակը հիմնվելով եվրոպական փորձի վրա։ Լաբորատորիան նախագծվել եւ կառուցել են ֆրանսիական ընկերությունները, իսկ սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են Ֆրանսիայից։ Այն նախատեսված է միաժամանակ 12 ուսանողների ուսուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 700,000 եվրո, որի մեծ մասը տրամադրել է Auvergne-Rhône-Alpes ռեգիոնը։ Բացմանը մասնակցել են Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշել է, որ կենտրոնը կարողությունների զարգացման մոդել է, որը կարող է տարածվել նաեւ մյուս մասնագիտական հաստատություններում, նպաստելով ոլորտի զարգացմանը։ Այստեղ մենք ոչ թե խոսում ենք միայն մեկ ուսումնական հաստատության մասին, այլ մենք խոսում ենք նաև որոշակի, ինչպես նշեցիք, արդարացիորեն գերազանցության կենտրոնի, ես կանվանեի ռեսուրս կենտրոնի, այսինքն կարողությունների զարգացման մի մոդելի մասին, որի նշանակությունը համակարգային է։ Այսինքն այն, ինչ անում ենք մենք այստեղ, մեծ հաջողությամբ եւ մեծ ուշադրությամբ կարող է նաեւ տարածվել համակարգում, նպաստելով նաեւ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում գործող մեր մյուս հաստատությունների զարգացմանը եւ դրան նպաստելու է ոչ միայն այն փորձառությունը, որ այստեղ կուտակվում է, նաեւ այն կոնկրետ ծրագրերը դասախոսների վերապատրաստման եւ այլ ուղղություններով, որոնք թույլ են տալու այդ աշխատանքը ամբողջությամբ իրականացնել։ Նախարար Անդրեասյանը նաև ընդգծել է այս ծրագրի կարևորությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի գործակցության ռազմավարության մեջ, նշելով, որ այն ապացույցն է երկու երկրների միջև կայուն եւ զարգացող գործընկերության։ Նրա խոսքով սա նաև լավագույն օրինակն է, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել երիտասարդների զբաղվածությանն ու երկրի տնտեսության հզորացմանը։ Այսուհետ ֆրանսիական հայտնի կրուասանների համար պետք չի մեկնել Ֆրանսիա եւ այստեղ ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեության շնորհիվ կկարողանանք վայելել նույն որակի եւ նույն մակարդակի այն արտադրանքը, որը որ կարծում եմ առաջին հերթին նպաստելու է ոլորտի զարգացմանը։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից է նրա ընդգրկման լայն շրջանակը։ Այն նպատակ ունի զարգացնել ոչ միայն Երևանի, այլև մարզերի մասնագիտական կրթությունը։ SEPFA-ն արդեն գործակցում է Գյումրու եւ Կապանի բժշկական քոլեջի հետ։ Նաեւ ներգրավված է մի քանի Erasmus+ ծրագրերում, ապահովելով ուսանողների եւ մասնագետների փորձի փոխանակում եվրոպական գործընկերների հետ։ Լաբորատորիայի բացմանը SEPFA եւ SEPR կառույցների նախագահ Քրիստիան Դրոզը նշել է. Այս կենտրոնը պարզապես ուսումնական տարածք չէ։ Սա այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, ձևավորվում են ապագայի մասնագետներ եւ զարգանում է ստեղծարար մտածողություն։ Մենք ցանկանում ենք, որ այս տարածքը դառնա երիտասարդների համար ոչ միայն մասնագիտական վերապատրաստման, այլև ինքնաարտահայտման հնարավորություն։ Նրա խոսքով լաբորատորիայի տեխնիկական չափանիշները լիովին համապատասխանում են Ֆրանսիայում գործող չափանիշներին։ Դրոզը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ SEPFA-ն դառնում է հարթակ, որտեղ Հայաստանը միջազգային շուկայում մրցունակ լինելու համար կարող է համադրելի մակարդակով կրթել մասնագետներին։ Auvergne-Rhône-Alpes ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստարոնն էլ իր ելույթում կարևորել է ծրագրի մեջ ներդրված փոխադարձ վստահությունն ու մշակութային տարրերը։ SEPFA-ն այն եզակի հարթակներից է, որտեղ կրթական փոխանակումը դառնում է կամուրջ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև։ Այս ծրագիրը ոչ միայն ծառայում է մասնագիտական վերապատրաստմանը, այլև թույլ է տալիս երիտասարդներին հաղորդակից դարձնել եվրոպական արժեքներին, մշակույթին եւ աշխատանքի նոր մոտեցումներին։ Ստարոն վստահեցրել է, որ Auvergne-Rhône-Alpes ռեգիոնը շարունակում է իր աջակցությունը, ինչպես ֆինանսական, այնպես էլ բովանդակային առումով, մասնավորապես նոր կրթական մոդուլների, թվային գործիքների եւ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի ներդրման միջոցով։ Այս ծրագիրը նոր հնարավորությունների դռներ է բացում նաեւ պատերազմական պայմաններից տուժածների համար։ Նորաբաց լաբորատորիան արդեն ընդունել է ուսանողներ եւ շուտով նախատեսում է նաեւ արտադրական գործառույթների փորձարկում։ Կստեղծվեն պայմաններ, որտեղ ուսումնական process-ը կհամադրվի իրական արտադրության հետ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Թեհրանում գրքի միջազգային տոնավաճառում հազարավոր գրքերի կողքին հայկական քաջնազարն է Սասունցի Դավիթը ընկեր Փանջունին եւ մեզ հայրից ծանոթ ու սիրված 46 այլ ստեղծագործություններ, որոնք հայերենից պարսկերեն է թարգմանել իրանահայ Անդրանիկ Խեչումյանը։ Մեր նկարանու խումբը այցելել է Թեհրանի հայկական թաղամասում ապրող թարգմանչին, ծանոթացել նրա ստեղծագործություններին։ Թեհրանում ենք գրքերի միջազգային տոնավաճառ ցուցահանդեսում։
Այս տղան, որն իրանական հայտնի տպագրատան ներկայացուցիչն է, պատմում է հայկական Քաջ Նազարի մասին, որը հայերենից պարսկերեն է թարգմանվել եւ 3 ամիս է մեծ պահանջարկ է վայելում իրանցի ընթերցասերների շրջանում։ Գրքի միջազգային տոնավաճառում հազարավոր գրքերի կողքին Քաջ Նազարը միակ հայը չէր, հայ գրին պատկանող Դավիթը Սասունցի, ընկեր Փանջունին, Քարանձավի բնակիչները, Ալիմյանները Քաոսից եւ էլի մի խումբ այլ հայ հերոսներ կգտնես տոնավաճառի տաղավարներում։ Այս բոլոր ստեղծագործությունները հայերենից պարսկերեն է թարգմանել իրանահայ Անդրանիկ Խեչումյանը։ Անդրանիկը թարգմանիչ է, թատրոնի ռեժիսոր, մշակույթի գործիչ, ցույց է տալիս մրցանակները, որոնց մի մասը Հայաստանում է ստացել։ Իսկ 3 տարի առաջ ճանաչվել է Իրանի լավագույն թարգմանիչ։ Ժողովուրդը չափազանց սիրել է նրա սիրո մասին պատմող ստեղծագործության թարգմանությունը եւ քվեարկել հենց հայ ազգի թարգմանչի օգտին։ Այս զինվորի մասին է, որ ուսանող տղա է երկրորդ համաշխարհային պատերազմում, որ ինչ որ գյուղ է գնացել են դասավանդելու որպես ուսուցիչ, պատերազմի օրերն այլ սիրարում այդ կնոջ վրա, որ կնոջ ամուսինը արդեն պատերազմում է, եւ հետո պարզում է նահատակվել է պատերազմում։ Այդ հիրքը շատ լավ ընթառաշավ երիտասարդների կողմից, որ ինձ որ Ռավիրան ռադիոյում ուղիղ եթեր էր, լրագրողը դրսում խոսում էր, շատ հետաքրքիր բան էր։ Երիտասարդ աղջիկները բոլորը որ լրագրող ասում են, այսինքն ինչ կարծացել եք, վայ, շատ հետաքրքիր էր, շատ ուզիչ էր։ Մեզ հայերից ծանոթ ու սիրված 46 ստեղծագործություն արդեն թարգմանված է։ Դրանք բոլորը երկրորդ, երրորդ, նույնիսկ 4-րդ անգամ են տպագրվել, քանի որ շատ արագ են սպառվում գրախանութներում։ Մի քանի տպագրատներ էլ տեսնելով, որ հայկական գրքերը մեծ պահանջարկ ունեն, որոշել են հայ գրականության բաժին բացել։ Իրանք ունեն ֆրանսիական բաժին, անգլիական բաժին, իսպանիական բաժին, գերմանական լեզվի բաժին, հայկական չունեին։ Ինձ որոշել են հայկական դրամատուրգիայի պատասխանատու այդ մասին, որ արդեն 3-2 հատ պիես տվան Գուրգեն Խանջյանից։ Հայ-իրանական ժամանակակից բարեկամությունը եւ երկու ազգերի միջև մշակութային կամուրջներ կառուցելու գործը միայն թարգմանություններով չի սահմանափակվում։ Խեչումյանը տարիներ շարունակ կապող օղակ է հանդիսացել նաեւ հայ-իրանական թատրոնների համար։ 10 պարսիկ հատկապես թատրոնի գործիչներ ասում են Հայաստանի թատրոնը ճանաչել են գանել, որտեղ առաջիկամ ես եմ Հայաստանից խումբ բերել Պարսկաստան։ Ես երկար տարի տարբեր փառատոներում, որ Պարսկաստանում տեղի ունի, թե Թեհրանում, թե Իսֆահանում, թե ուրիշ քաղաքներում ես էի թատերախմբեր բերում։ Հիմա արդեն մեկ տարի սարեր եմ չեմ հոգնում եմ շուտ, ուրիշներ ընկերն այդ գործն անում։ Այժմ արդեն նրա թարգմանությունների հիման վրա Թեհրանում բեմադրում են հայկական պիեսներ, պայքարում են բեմ բարձրացնել հայոց ցեղասպանության մասին պատմող մեծ լռություն դրաման։ Հայկական մշակույթը, թատրոնը, գրականությունը հանրահռչակել Իրանում, ցույց տալ, որքան խորն են մեր արմատները եւ կապ ստեղծել կողք կողքի ապրող ժողովուրդների միջև։ Ահա այս ներքին մղումով է տասնամյակներ շարունակ Խեչումյանը նվիրված այս գործին։ Նիդերլանդներում մեկնարկել է մի բացառիկ հնագիտական ցուցահանդես, որը անցյալը ներկայացնում է ոչ թե որպես հեռու հիշողություն, այլ որպես կենդանի շնչող մշակութային երկխոսություն։ Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ ձևավորված ցուցադրությունը նորարար մոտեցմամբ ընդգծում է հազարամյակների արժեքները միավորելով քարեդարի գործիքները եւ ժամանակակից պատմական ընկալումները։ Նիդերլանդներում բացվել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից կազմակերպված բացառիկ ցուցահանդես, որը համադրում է նոր քարեդարից մինչև վաղ քրիստոնեություն ընդգրկող հնագիտական արժեքավոր նմուշներ։ Ցուցադրությունը կառուցված է նոր ձևաչափով, ոչ թե առանձին նմուշների ներկայացմամբ, այլ ամբողջական հնագիտական համալիրների միջոցով, որոնց հիմքում դրված են արժեքային համեմատություններ եւ համընդհանուր թեմաներ։ Այս համալիրը այն նրանով է հետաքրքիր, որ ոչ միայն զուգահեռներ կարելի է տանել, այլ նաեւ համընդհանուրություններ գտնել, որովհետեւ կտեսնեք այս զուգահեռներում նաեւ ընդհանուր թեմաներ, 3 հիմնական ընդհանուր թեմաներ։ Օրինակ այդ ժամանակաշրջանի երկրագործական մշակույթը, այդ շրջանի մետաղագործական մշակույթ, այդ շրջանի իշխանական խորհրդանիշները, այս 3 հիմնական գաղափարները դրված են ինչպես համընդհանուրի, այնպես էլ զուգահեռի կոնտեքստում։ Այս ցուցադրությունը բացառիկ է նաև նրանով, որ դրանում ընդգրկված են ոչ միայն նյութական հուշարձաններ, այլև ժամանակակից մեթոդներով, գծապատկերներով, անիմացիոն վերակազմություններով ներկայացվող պատկերներ, որոնք թարմություն են տալիս պատմությանը։ Ներկայացված են քարե եւ մետաղե գործիքներ, որոնք պեղված են Նիդերլանդերի հնավայրերից։ Հատուկ ուշադրության է արժանանում հայաստանյան վաղ բրոնզե դարի նմուշների խումբը, որտեղ ներառված է նաև եզակի քարաշամբի գավաթ, իշխանական խորհրդանիշ, որն աշխարհում չունի նմանը։
Շատ կարևոր մի շեշտ է այն հետագա հայերի ներկայությունը Հոլանդիայում, Նիդերլանդներում, այնտեղ կտեսնեք 17-րդ դարում, տպագրված հայտնի Աստվածաշնչի օրինակ Ոսկան Երևանցու, որը Ամստերդամում տպագրվեց, գիտեք, այնտեղ նաև նույն Ոսկան Երևանցու պատրաստած աստրոլաբն է հայատար։ Այսինքն այստեղ նաև խնդիրը դրված է ոչ միայն այս հին աշխարհի զուգահեռների, այլ նաև շարունակվող այս դարավոր կապերի ավանդույթների կոնտեքստը։ Ցուցահանդեսի հիմնական ուղերձը ժամանակի եւ մշակույթի շարունակությունն ապահովելն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են հնագույն նյութական արժեքները եւ ժամանակակից ներկայացման ձևերը միավորվում, դառնալով ազգային ինքնության, հիշողության եւ քաղաքակրթական երկխոսության կրող։ Այստեղ շեշտը դրված է մշակութային հիշողության պահպանման, անցյալն ու ներկան կապելու եւ համամարտկային արժեքների մեջ հայկական մշակույթի դերը վերարժևորման վրա։ Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև աշուն եւ կազմակերպիչները հորդորում են գնահատել ոչ միայն առարկան, այլև դրանց միջոցով փոխանցվող գաղափարն ու համատեքստերը։ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոփյանի եւ առաջատար մարզիկների գլխավորությամբ պատմական հաջողություն է գրանցել Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մեր թիմը նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, գերազանցելով բոլոր սպասելիքները։ Մարմնամարզիկների նպատակը այժմ 2027-ին աշխարհի առաջնությանը նախապատրաստվելն է, որտեղ սպասվում են նոր հաղթանակներ եւ օլիմպիական վարկանիշներ։ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը պատմական հաջողություն է գրանցել Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոփյանը, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն ամփոփել են մրցաշարի արդյունքները, ներկայացնելով մանրամասներն ու ապագա նպատակները։ Մեզ գնահատում ենք, ասենց ասած, որպես գլխավոր մարզիչ գերազանց չէ, որտեղ սպասելիքներից ավելի բարձր եղավ։ Բնականաբար ցանկացած մրցումներ մենք գնում ենք մեդալների, ես հիմա պարզ կասեմ, որտեղ միջև այդ չէր, պետք չէր ասել, 2 մեդալի ակնկալիքներով էին գնում ու չեմ կարող ասեմ ինչ, ոսկի կամ արծաթ կամ բրոնզ, դե բոլորս է գիտենք, դա Դավթյան Արթուրի մասին էր խոսքը, մեկը Համլետի Մանուկյանը, որովհետև ասենք մինչև այդ մրցումները իրանք աշխարհի բացարձակ գավաթակիր էին եղել։ Ըստ Սերոփյանի մարմնամարզիկներն իրենց պատրաստակամությամբ, կարգապահությամբ եւ պայքարելու ձգտումով գերազանցեցին սպասելիքները։ Մրցակցությունը չափազանց բարդ էր, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոնը Արթուր Դավթյանը մրցելույթին մոտեցել էր ծնկի վնասվածքով, բայց անգամ դա չխանգարեց, որ մեր մարզիկը Հայաստանի օրհներքի հնչյունների ներքո կանգնի պատվո հարթակի առաջին աստիճանին։ Եզրափակիչից առաջ ինքը ուղղակի չէր կարող կանգնել ոտքի վրա, ոչ թե քայլ անել, այլ չէր կարող կանգնել։ Էդ էր պետք էր կամքի ուժ, փորձ, մեկ էլ իսկական հայելնելը, որ դրանից առաջ մի օր առաջ Թուրքիայի մարզիկը, որը թուրք չէ ազգությամբ, վերցրել էր դրոշը մաներ, ինքը դրոշը վերցրել եկել էր ու ասել էր, հետո եմ իմացել, որ եկել եմ, ես է պետք է մեր դրոշը վերցնեմ ու Իրանից լավ ցույց տամ ու արեց։ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը կիսվելով իր տպավորություններով նշել է, որ տեսնելով իրենցից առաջ հանդես եկած ուկրաինացի եւ անգլիացի մարզիկների ելույթները, հասկացել է, որ կհաղթի միայն այն ժամանակ, երբ երկու ցածկն էլ կատարի առանց սխալի ու քայլ անելու։ Փառքը ստացվավ մոտս ու կատարեցի ամեն մաքսիմում ձևով, ճիշտ է, աշխատելու տեղ կա, սխալներ կան, բայց դե Ամ դեպքում շատ կարևոր է, որ ես կանգնեցի, քայլ չկատարեցի, քանի որ այս տարվանից այդ քայլ չկատարելը բոնուս է տալի մի 10-րդական ու մետի շատ մեծ դեր է խաղում։ Դավթյանը խոսել է նաև առաջիկա պլաններից ընդգծելով, որ վնասվածքի լիարժեք ապաքինման դեպքում կհասցնի պատրաստվել սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվող աշխարհի առաջնությանը։ Իսկ Եվրոպայի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը եւ արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ են հանդես գալիս մեծահասակների առաջնությանը։ Ցակցությունը ուժեղ էր, որովհետեւ Եվրոպայի առաջնությունը արդեն մեծահասակների, բայց մենք մեր վարժությունն ենք կատարում, ոնց որ կարողանում ենք կատարել պարապմունքների ժամանակ եւ ամեն ինչ լավ է լինում։ Առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր։ Լարվածությունն ու պատասխանատվությունը կրկնակի ավելի բարձր էր մեզ մոտ, որ կարողանանք լավ հանդես գալ։ Փառք Աստծո կարողացանք մեդալներ նվաճել, մեր Հայաստանի դրոշը կարողացանք բարձրացնել։
Սերոփյանը նաև պարզաբանել է, որ չնայած թիմային դասակարգման մեջ Հայաստանը մեդալների քանակով հայտնվել է առաջատարների թվում, որոշում էր կայացվել թիմային մրցապայքարին չմասնակցել, խնայելու մարզիկների ռեսուրսներն ու կենտրոնանալու անհատական մեդալների վրա։ Ինչ վերաբերում է ապագային, ապա Սերոփյանը նշել է, որ թիմը պատրաստվում է 2027 թվականի աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանշային է լինելու։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։